Հիմա ես ուզում եմ նաև ասել, թե ով կարող է, ինչ որակներ ունեցող մարդը կարող է այս խնդիրները լուծել եւ ինչպես կարելի է դրան հասնել։ Նախ տեսեք ինձ այս համակարգերից որևէ մեկը նախկին նախագահներից եւ Նիկոլ Փաշինյանը չեն աջակցում, հակառակը ընդդիմանում են եւ այդ ընդդիմախոսությունը շատ բացահայտ է դրսևորվում, երբ մենք գնում ենք թեկուզ մեր այցերի ժամանակ ենք զգում, հրապարակային դաշտում ենք զգում, մի դեպքում հրապարակային է արվում, մի դեպքում լուր սպասում են, թե ինչպես ենք պարտվելու եւ առհասարակ ձախողվելու։ Մի դեպքում, որը շատ ավելի տարածված է, սարսափելի բամբասանքներ են տարածված տարբեր, որտեղ նպատակն է քայքայել մասնակցությունը, իսկ պատճառը խորքային դարձյալ էլի այն է, ինչ ասեցի, եւ նաև այստեղ մի հետաքրքիր կարևոր բան եմ ուզում ընդգծել, որ ես ողջունում եմ այս ընդդիմախոսությունները, որտեղ դա մեզ առանձնացնում է իսկապես բոլորից եւ այո, ստացվում է, որ մենք նաև որպես ինքնուրույն անկախ ուժ ճիշտ նախաձեռնություն ենք արել։ Իսկ տեխնացուի կարգավիճակով ես ինչու եմ առաջադրվել եւ առաջադրվելու եմ պաշտոնապես, որովհետեւ նախ ուզում եմ թվարկել որակներ, ես ունեմ կրթություն, որը ստացել եմ Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, ունեմ մասնագիտական փորձ, որ վերաբերում է, որ աշխատել եմ միջազգային ամենաբարձր ատյաններում որպես պատվիրակությունների ղեկավար, Հայաստանում ղեկավար պաշտոններում, Հայաստանում, Եվրոպայում, Աֆրիկյան պետություններում, Միջին Արևելքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այդ փորձը բնականաբար օգտագործելու եմ հանուն մեր երկրի զարգացման։ Ես նաև կարևոր եմ համարում, որ այն բնավորությունը, որ ինչ բնավորության գծեր պետք է ունենա երկրի ղեկավարը, ուժեղ, կամային եւ կարողանա իրագործել այն որոշումները, որոնք կոնկրետ իրավիճակից բխում են։ Ես նաև ներկայացնում եմ նոր սերնդի ղեկավարություն եւ որովհետեւ մեզ անհրաժեշտ է նաև սերնդափոխություն։ Եվ հատուկ նաև ուզում եմ նշել, որ ես որպես վարչապետ ապահովելու եմ Հայաստանի երիտասարդության ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի կառավարմանը, մեր հասարակության ամենադինամիկ հատվածի, եւ ես հավատում եմ, որ մենք բոլորով հաղթահարելու ենք, մեր ապավինելով մեր ուժերին, ապավինելով ինքներս մեզ եւ ղեկավարվելով մեր հույսով ու հավատով, մեր ուժերով իսկապես հաղթահարելու ենք այս վիճակը։ Ես դրանում համոզված եմ։ Հիմա ինչպես վերջին մասին անդրադառնամ իմ ասուլիսի, ինչպես ի վերջո լուծել այս խնդիրները եւ որն է իմ օրակարգը։ Հստակ ուզում եմ 3 բան նշել. ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն եւ արդար երկիր։ Սրանք այն 3 հենասյուներն են, որոնք մեզ տանում են եւ տանելու են առաջ։ Մենք նախ եւ առաջ արտաքին քաղաքական բնագավառում խորացնելու ենք մեր հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ համար վստահելի գործընկեր է։ Մենք վերցնելու ենք աշխարհի պետություններից լավագույնը, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում մեզ համար կարևորագույն նշանակություն է ունենալու կրթական համակարգը, բարձր տեխնոլոգիաների նվաճումները, պաշտպանության ոլորտի ինովացիոն նվաճումները եւ անվտանգության ոլորտի եւ մյուս բոլոր իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը եւ մյուս նաեւ կարեւորագույն արժեքներն ու համակարգերը որ կան։ Սրա հետ միասին մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրճատենք մեր կախվածությունը, առհասարակ վերացնենք, չի կարող լինել պետություն, որը կախված է մեկ շուկայից, մեկ երկրից, ինչպես տարիներ շարունակ եղել է։ Մենք նաև ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերացնենք Ռուսաստանի հետ Դաշնության հետ հարաբերություններում մեր առկա խնդիրները եւ կախվածության աստիճանը։ Մենք պետք է փնտրենք, սիրելի հայրենակիցներ, ոչ թե հովանավորներ, այլ մենք պետք է մեր սեփական հնարավորություններով գտնենք լուծումներ։ Մենք չպետք է ունենանք պետություն, որը չի կարողանում ապահովել ինքնուրույնաբար իր կարիքները եւ իր անվտանգությունը։ Եվ մենք չենք կարող լինել պետություն, որը ինչ-որ մեկի արբանյակն է։ Անվտանգությունը լինելու է իմ թիվ խնդիրը, համար 1 խնդիրը, խնդիրների հարցերի հարցը, անվտանգության հարցը։ Առաջին օրվանից, երբ ես լինեմ վարչապետ, հենց առաջին օրը իմ հրամանով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով,
որը հանձնարարական է ստանալու 6 ամսվա մեջ ներկայացնել անվտանգության բնագավառի բարեփոխումների ծրագիր։ Այդ ծրագիրը անմիջապես սկսելու ենք իրականացնել եւ մենք առաջին 5 տարվա մանդատի շրջանակում հասնելու ենք մեր հակառակորդի հետ անվտանգության հարցում հավասարակշռության զսպան, իսկ հետո լիարժեք հավասարակշռության։ Որովհետեւ ես համոզված եմ, որ միայն այս կերպ, միայն ուժեղ լինելու շնորհիվ է, որ մենք կարող ենք ունենալ խաղաղություն։ Մենք մշակել ենք հստակ տնտեսական աճի ծրագիր, այդ ծրագիրը արտահանելի մոդելի համակարգ է, եւ մենք պետք է ունենանք մեր երկում իհարկե սոցիալական արդարություն, որը երկիրը պետք է հիմնված լինի գիտության բարձր նվաճումների վրա, ու պետք է մեր կրթական համակարգը ոչ թե լինի նորաձև, բայց փուչ, այլ իրական կրթական համակարգ, որը մեր քաղաքացիներին ձևավորում է իրական քաղաքացիներ եւ այնպիսի քաղաքացիներ, որոնք իրենց են կերտում իրենց կյանքը եւ ինքնուրույն են դա անում։ Մենք պետք է լինենք իհարկե նաեւ ամբողջական նաեւ բարեփոխման է ենթակա մյուս համակարգերը, ուղղական համակարգը, կրթական։ Իհարկե նաեւ այս ամենը պետք է արվի Սփյուռքի հետ միասին։ Եվ օրինակ անվտանգության համակարգում մենք առաջնահերթ աշխատելու ենք թե Հայաստանի մասնագետների հետ, թե նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Ու նաեւ պետք է գնահատենք բնականաբար Սփյուռքի մեր հայրենակիցներին, նրանց վաստակը եւ ներդրումը։ Օրինակ, այդպիսի լուծումներից մեկը անմիջապես լինելու է օդանավակայանը անվանել Շարլ Ազնավուր օդանավակայան, որը կարծում եմ գնահատական է կարևորագույն։ Բացի այն, որ մասնագետների նաեւ հրավիրելով ենք անելու մյուս լուծումները։ Եվ հիմա գիտեք, ես վերջում նաև ուզում եմ մի կարևոր հարցի անդրադառնալ։ Տեսեք, ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահներին անընդհատ հրավիրում է բանավեճ։ Եվ ինքը այդ իր ատելության, թշնամանքի օրակարգի ձեռնելով վստահ է, որ արդյունքների հասնելու է։ Նախկին ժամանակների սխալները օգտագործելով եւ այլն, իհարկե մոռանում է, որ ամենամեծ նախկինը ինքն է։ Բայց ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հիմա ասեմ, որ պարոն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի։ Ցանկացած տեղ ընտրեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած հարցերը, Պետրոս Ղազարյանին կարող եք կանչել, որպեսզի ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի։ Հետևողական եմ լինելու այս հարցում։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը ուզում է, սիրելի հայրենակիցներ, որպեսզի դուք քվեարկեք նրա օգտին վախերից ելնելով։ Ես ասում եմ, որ խնդրում եմ, որպեսզի դուք քվեարկեք մեզ համար հույսի եւ հավատի համար, հզոր երկիր ունենալու հավատով։ Եվ ես ուղղակի հավատացած եմ, որ մենք հասնելու ենք դրան։